Հանուն հոր եւ որդվո եւ ոգվույն սրբո ամեն։ Թագավորներու երրորդ գիրք 18-րդ գլուխ Եղիա եւ Փահաղի մարգարեները։ Շատ օրեր անցնել են յետք, երրորդ դարվան մեջ դերը խոսեցավ Եղիայի ըսելով. Քնա, Աքահապի երևցիր ու երկրակունտին վրա անցրե պիտի ղրգեմ։ Ուստի Եղիա քնած Աքահապի երևնալու։ Սամարիայի մեջ սաստիկ սով գար։ Աքահապ իր դան վերագացուն Աբթյան գանչեց։ Աբթյա դիրոճմեն շատ կվախնար։ Երբ Հեզապել դիրոճ մարգարեները գոդորեց, Աբթյա 100 մարգարե արավ, զանոն քարայներու մեջ բահեց 50 եւ զանոն հացով ու ճուրով գերակրեց։ Եվ Աքահապ Աբթյայի ասավ. Քնայս երկրի մեջ եղած բոլոր ճուրի աղբյուրներուն ու բոլոր վտակներուն կով։ Թերևս խոտ գտնենք եւ ծիերն ու ճորիները ողջ պահենք, որ բոլոր անասունները չփնաչնչենք։ Ուստի անոնք երգիր իրենց մեջ բաժնեցին շրջակայելու համար։ Աքահապ ջամփայեմը մինակ գնաց, Աբթյա էլ ուրիշ ջամփայեմը մինակ գնաց։ Երբ Աբթյա ջամփա էր, ահա Եղիա նոր հանդիպեցավ։ Աբթյա զայն ջանցավ, իր երեսին վրա ինգավ եւ ասավ. Արդյոք թունես իմ դերս Եղիան։ Եղիա նոր պատասխանեց. Ես եմ։ Քնա դիրոջը ըսե, ահա Եղիա գուքա։ Անալ ասավ. Ես ինչ մեղ կործերեմ, որ քու ծարատ Աքահապի ցերկը գմատնես, որբեսի զիս մերցնե։ Դերը քո Աստվածդ գաբրի, ազգ մը կամ թակավորությունը չմնաց ուր իմ դերս քեզ փնտրելու համար մարդ ղրգած չլա։ Ու երբ կսեին հոշ չէ, այդ թակավորության կամ այդ ազգին երթումն էլ գուդար, թե քեզ կդած չեն։ Եվ հիմա թուն գսես, քնա դիրոջը դսե, ահա Եղիան գուքա։ Գրնալալ որ երբ կովետ երթամ, դիրոջ հոգին քեզ ինձ անձանոտ դեղը փոխադրե։ Եթե երթամ Աքահապի իմացնեմ ու քեզ չգտնե, զիս պիտի մերցնե։ Բայց ես քու ծարատ մանգութենես իվեր դիրոջմեն գվախնամ։ Միթե դիրոջս չի պատմվեցավ ինչ որ ըրի, երբ Հեզապել դիրոջ մարգարեները սպանեց։ Դիրոջ մարգարեներեն 100 մարդ քարայրներու մեջ պայեցի 50 եւ զանոնք հացով ու ճուրով գերակրեցի։ Եվ հիմա թուն գսես, քնա դիրոջը դսե, ահա Եղիան գուքա։ Անզիս պիտի մերցնե։ Եղիա ասավ. Զորքերու դերը, որուն արջև կգայնիմ Գաբրի, այսօր անոր պիտի երևնամ։ Աբթյա քնած Աքահապի հանդիպեցավ եւ անոր իմացուց։ Աքահապալ Եղիան թիմավորելու քնած։ Երբ Աքահապ Եղիան տեսավ, անոր ասավ. Իսրայելը թշփախտացնողը թունես։ Անալ պատասխանեց. Իսրայելը ես չթշփախտացուցի, հաբա թուն ու հորը դունը, արդարև դիրոջ բադվիրանները լքեցիք եւ Փահաղներու հետևեցաք։ Հիմա մարդ ղրգե ու Գարմեղոս լերան վրա իմքովս հավաքի ամբողջ Իսրայելը, Փահաղի 450 մարգարեները եւ Հեզապելի սեղանեն ու դող Աստարովտի 400 մարգարեները։ Աքահապ բոլոր Իսրայելի որդիներուն մարդ ղրգեց ու մարգարեները Գարմեղոս լերը հավաքեց։ Եղիա ամբողջ ժողովրդին մոտեցավ եւ ասավ. Թուք մինչև երբ երկու գարձիկի վրա պիտի գաղաք։ Եթե Եհովան Աստված է, անոր հետևեցեք, իսկ եթե Փահաղ Աստված է, անոր հետևեցեք։ Ժողովուրդը ոչինչ պատասխանեց անոր։ Եղիա ժողովրդին ասավ. Միայն ես մնացի դիրոջ մարգարե, իսկ Փահաղի մարգարենը 450 մարդ են։ Ուրեմն մեզի երկու զվարակ թող դրվի։ Անոնք իրենց համար զվարակներեն մեկը թող ընտրեն, զայն գդորներու բաժնեն եւ փայդերու վրա տնեն, բայց դագը գրակ չվարեն։ Մյուս զվարակը ես պատրաստեմ ու զայն փայդերու վրա տնեմ, բայց գրակ չվարեմ։ Թուք ձեր Աստուծույն անունը գանչեցեք, ես ալ Եհովայի անունը գանչեմ։ Այն Աստվածը, որ գրակով պատասխանե, անիգա է ճշմարիտ Աստվածը։ Ամբողջ ժողովուրդը պատասխանեց. Այս խոսքը նպաստավոր է։ Եղիա Փահաղի մարգարեներուն ասավ. Ցեզի համար զվարակներեն մեկը ընտրեցեք եւ առաջ թուք պատրաստեցեք, որովհետեւ թուք բազմաթիվ եք, գրակ մի վարեք։ Անոնք ալ իրենց դրված զվարակը արին, պատրաստեցին եւ արդվնե մինչեւ գեսոր Փահաղի անունը գանչեցին ասելով. Ով Փահաղ, պատասխանե մեզի։
բայց ցայն չգար, ոչ ալ բադասխանող։ Անոնք շինված փակինին քով գծատկեին, երբ գեսոր եղավ, Եղիա զանոնք ձաղրելով ըսավ. «Բարձր ցայնով գանչեցեք, քանի անաստված է, թերևս խոսակցություն ունի, կամ սպաղած է, կամ գջամփորտե, թերևս քնացած է ու պետք է որ արթնա»։ Անոնք բարձր ցայնով գբորային եւ իրենց սովորության համաձայն թանակներով ու քեղարտներով իրենք զիրենք կգդրադեին, մինչեւ որ իրենց վրա արյուն հոսեցավ։ Երբ Գեսոր անցավ, մինչև իրիկվան ընձային մադուցանվելու ադենը մարգարիացան, բայց ոչ ցայն գար, ոչ պատասխանող, ոչ ալ ուշադիր եղող։ Այն ադեն Եղիա ամբողջ ժողովրդին ասավ. «Ինձի մոտեցեք»։ Ամբողջ ժողովուրդը իրեն մոտեցավ եւ ինք դիրոջ փլցված զոհասեղանը նորոգեց։ Եղիա 12 քար արավ Հակոբի որդիներուն դողմերուն թիվով, որուն դերը խոսեցավ ասելով. «Քո անունդ Իսրայելը լա»։ Այդ քարերով դիրոջ անունին զոհասեղան գառուցանեց եւ զոհասեղանին շուրջը խրամը փորեց 2 քրիվ հունդի դարողությամբ։ Փայդերը զեդեղեց, զվարագը գդորներու բաժնեց ու փայդերուն վրա դրավ եւ ասավ. 4 սապոր ճուրով լեցուցեք ու թափեցեք ողջագեզին վրա եւ փայդերուն վրա։ Հետո ասավ. երկրորդ անգամ այդպես արեք ու երկրորդ անգամ այդպես արին։ Ապա ասավ. երրորդ անգամ այդպես արեք ու երրորդ անգամ այդպես արին։ Ճուրը զոհասեղանին շուրջը օսեցավ ու խրամնալ ճուրով լեցվեցավ։ Իրիկվան ընձային մադուցանվելու ադենը Եղիա մարգարեն մոտեցավ եւ ասավ. «Ով Դեր Աստված, Աբրահամի, Իսահակի ու Իսրայելի Աստվածը, այսօր թող գիծվի թե դու Աստված ես Իսրայելի մեջ։ Ես քու ծառատ եմ եւ այս բոլոր բաները քու խոսքովդ ըրի։ Պատասխանե ինձի, ով Դեր, պատասխանե ինձի, որ այս ժողովուրդը գիտնա թե դու Աստված ես, ով Դեր, եւ թե դու ես անոնց սիրտը դարձնողը»։ Այն ադեն դիրոջմեն գրագիչավ, ողջագեզը, փայդերը, քարերն ու հողը այրեց եւ խրամին մեջի ճուրնալ լապեց։ Ամբողջ ժողովուրդը ասիկա տեսնելով երեսի վրա ինգավ եւ ասավ. «Եհովան է միակ Աստվածը, Եհովան է միակ Աստվածը»։ Երաշտին վախճանը։ Եղիա անոնց ասավ. «Փաղի մարգարեները բռնեցեք, անոնց մե ոչ մեկը թող խույս տա»։ Զանոնք բռնեցին ու Եղիա զանոնք գիսոնի ծորը իջեցուց եւ հոն զանոնք մորթեց։ Եղիա Ակապի ասավ. «Բարձրացիր, գեր ու խմե, քանի դեղադարապի ոտնացային գա»։ Ակապ բարձրացավ ուդելու եւ խմելու։ Իսկ Եղիա Գարմեղոս լերան քակաթը բարձրացավ, մինչև կեդին գծկվեցավ, երեսը ձունգերուն մեջ դրավ եւ իր սպասավորին ասավ. «Հիմա բարձրացիր ու ծովուն գոմը նայե»։ Անալ բարձրացավ, նայեցավ ու ասավ. «Բան մը չկա»։ Եղիա 7 անգամ ասավ. «Դարձյալ կնա»։ 7-րդ անգամին սպասավորը ասավ. «Ահա ծովեն մարդու ափիչապ բզդիկ թանցր ամպ մը կբարձրանա»։ Եղիա ասավ. «Գանքնե, Ակապի ասե, գարկդ լծե եւ իջիր, որբեսի դեղադարապը քեզ չարկելափագե»։ Մինչև հոս հոն դառնալը երկինքը թանցր ամբերով մտակնեցավ, հով գար ու սաստիկ դեղադարապ եկավ։ Ակապ գարկը նստավ եւ Հեզրայել քնած։ Դիրոջ ցերկը Եղիայի վրա եղավ, ան իր մեջքը կոդևորեց ու մինչև Հեզրայելի մուտքը Ակապի արջևեն վազեց։ Փառք ես Դեր Աստված մեր։ Ամեն։